Եվ այսպես այստեղ նա ճաշակեց գինին, նա այստեղ վերցրեց ու ասաց, միայն լսեք, թե ինչպիսի միտք հայտնվեց նրա մոտ։ Նա հրամայեց բերել ոսկյա և արծաթյա անոթները, որոնք Նաբուգոդոնոսորը նրա հայրը դուրս էր բերել Երուսաղեմի տաճարից, որպեսզի խմեն դրանցից թագավորը, նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Այս մարդը սարքեց ցուցադրություն։ Այս մարդը սկսեց սարքել ցուցադրություն, որովհետև նրան շրջապատում էին բոլոր այս մեծամեծները և բոլոր մնացյալները։ Այս մարդը սարքեց խնջույք, այնպես որ եթե դուք գիտեք պատմական տվյալները, դուք կարդում եք Աստվածաշունչը, բայց ձեզանից շատերը չգիտեն պատմությունը, որովհետև դուք կարդում եք միայն Աստվածաշունչ, պատմությունն ասում է, որ այս խնջույքը ցուցադրում էր արհամարհանք մանրապարսիկների նկատմամբ, որոնք շրջապատել էին այդ քաղաքը։ Որովհետև ասում են, որ Բաբելոնում կար ուտելիքի պաշար 5 տարվա համար, պատը այնքան հաստ էր, որ այնտեղ կարելի էր սարքել մրցավազքեր մարտակառքերով։ Դա ինչպես անառիկ ամրոց էր, և դրա համար նա մտածեց, ահա թե ինչ, այո, մենք վախենում ենք, մենք տեսնում ենք ձեզ, մենք վախենում ենք, և նա ցանկացավ մեծ երեկույթ, և բոլոր այս կանայք քայլում էին այնտեղ ու ծառացություն էին անում, և նրանք սարքում էին պատերի վրա ձիարշավներ մարտակառքերով և տարբեր բաներ, այնինչ այն ժամանակ պատերազմ էր գնում, գիտեք, բայց դա ցուցադրում էր արհամարհանք թշնամու նկատմամբ, որովհետև եթե նրանք ցանկանային մնալ այնտեղ, իրենց նույնպես պետք կլիներ պաշարվել ուտելիքով 5 տարվա համար, որպեսզի պահեին պաշարումը։ Իսկ եթե դու այնտեղ մնաս 10 տարի, ապա նրանց պետք էր հայթայթել ուտելիք 10 տարվա համար և մնալ 10 տարի հեռու իրենց կանանցից, երեխաներից և բոլոր մնացյալներից, հասկացեք, կարդացեք հասկացողությամբ։ Եվ այսպես սա մեծ իրադարձություն էր։ Կարևորն այն է, որ սա եկավ Կյուրոսին երազում, թաքնված իմաստություն երազի տեսքով։ Նրան եկավ միտք, որը չէր կարող գալ նրան որպես գեներալի, բայց այն բխեց գերբնական ոլորտից։ Հոխիր գետի հունը, միայն այդպես դու կկարողանաս այնտեղ մտնել, այլապես դու կմնաս այստեղ շատ տարիներ։ Եվ նրանք փոխեցին գետի հունը, և նրանք անցան դրանով, որովհետև նա սատանայական կրոնը սկիզբ է առնում Բաբելոնից։ Հայտնություն 21-ում ձեզ ասվում է. «Եվ գահից բխում էր գետ, մաքուր ինչպես բյուրեղը»։ Եվ այսպես սատանան ասաց. «Ես կլինեմ ինչպես Աստված», դրա համար նա նույնպես կառուցեց քաղաք, որի միջով հոսում էր գետը, իսկ Բաբելոնը աշխարհի 7 հրաշալիքներից մեկն էր։ Պատմում են Բաբելոնի բոլոր այս կախովի այգիների մասին, այդպիսի վայրերի մասին, դա հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկն էր։ Եվ այս մարդը այստեղ ցուցադրվում է։ Ահա թե ինչու այսօր դուք տեսնում եք, որ նրանք ունեն միջուկային էներգիա, նրանք զինել են տիեզերքը, նրանք ունեն ամեն տեսակի հրթիռներ լազերային ուղղորդմամբ, ինչպես այն, ինչ նրանք ցուցադրեցին Ծովածոցի պատերազմի ժամանակ, դրանք ուղղորդվում են մինչև կոնկրետ փողոց։ Նրանք դնում են դրա մեջ ողջ տեղեկատվությունը, և նրանք ճշգրիտ գիտեն, ինչպես GPS, այն ուղղվում է ուղիղ դեպի իր թիրախը։ Դա դեռ այն ժամանակ էր 90-ական թվականներին, դուք գիտեք, թե ինչի է այս ամենը հիմա հասել, երբ նրանք սկսում են զինել տիեզերքը, աստղային պատերազմներ։ Այնժամ բերեցին ոսկյա անոթները, որոնք վերցվել էին Աստծո տան սրբարանից։ Տեսնում եք, սա կրկնվում է այստեղ երկրորդ անգամ։ Վերցվել էին Երուսաղեմի Աստծո տան սրբարանից։ Այստեղ սա ընդգծվում է, որովհետև այստեղ շարադրվում է Աստծո միտքը այս անոթների վերաբերյալ։ Եվ այսպես ողջ Աստվածաշնչի ընթացքում, երբ մոտենում ես հայտնությանը այն մասին, թե ինչ են անոթները, դա Աստծո ժողովուրդն է։
Անոթները դա Աստծո ժողովուրդն է, սրա հետևում կա գաղտնիք, եւ այսպես նայեք, Բաբելոնի անկման ժամանակ Աստված ուներ ոսկյա եւ արծաթյա անոթներ, նրանք ունեն աստվածություն եւ նրանք ունեն փրկագնում, որովհետեւ միայն փրկագնվածներն ունեն իրենց մեջ աստվածություն, այս Աստծո գենը հենց աստվածությունն է, եւ դուք պետք է լինեք հաշվառված փրկագնման մեջ, դուք պետք է լինեք հավերժական ատրիբուտ, որպեսզի վերադառնայիք այնտեղ, դուք պետք է եկած լինեիք այնտեղից, իսկ Երուսաղեմը ներկայացնում է երկնային Երուսաղեմը, երկրային Երուսաղեմը, երկնային Երուսաղեմի նախատիպն էր։ Հիմա նայեք, թե ինչ է այստեղ։ Եվ խմեցին դրանցից թագավորը եւ նրա մեծամեծները, նրա կանայք եւ նրա հարճերը, խմեցին գինի եւ փառաբանեցին ոսկյա եւ արծաթյա, պղնձյա, երկաթյա, փայտա եւ քարե աստվածներին։ Իրականում նրանք ծաղրում էին Աստծուն, նրանք վերցրեցին ոսկյա անոթները եւ արծաթյա անոթները եւ հետո սկսեցին փառաբանել ոսկյա աստվածներին, բոլոր հեթանոսական աստվածներին։ Կարծես թե նրանք հաղթանակ էին տարել այս ժողովրդի նկատմամբ։ Ճիշտ ինչպես Դագոնը, երբ բերեցին տապանակը Դագոնի տաճար, դա նրա համար էր, որպեսզի տոնեին հաղթանակը Եհովայի նկատմամբ, չէ՞ որ Օֆնին եւ Փենեհեսը եւ մյուսները ապրում էին այնքան անբարո կանանց հետ եկեղեցու շուրջը, որ Գողիաթը եկավ եւ զավթեց տապանակը, ասում են, որ դա Գողիաթն էր, պատմությունն ասում է այն մասին, որ Գողիաթը եկավ եւ զավթեց տապանակը եւ այն տարան այնտեղ։ Ամեն երեկո նրանք գալիս էին, իսկ Դագոնը ընկած էր լինում երեսի վրա։ Եվ հետո սկսեցին հայտնվել ուռուցքներ եւ այլն, թութքային կոներ բոլոր այն փղշտացի տղամարդկանց մոտ, այնպես որ նրանք ասացին. դրեք այն սայլի վրա եւ տարեք այն այստեղից։ Դատաստանը թափվում է մեզ վրա, դե նույնը եւ այստեղ։ Այս տապանակը վերցված էր խորանից, այս անոթները վերցված էին խորանից։ Հենց այդ ժամանակ մարգարեն բարձրացավ լեռը ամպի մեջ եւ տեսավ երկնային տեսիլքը եւ եկավ, որպեսզի հաստատի այս կառուցվածքը եւ արտացոլի, թող լինի քո կամքը երկրի վրա ինչպես երկնքում, որպեսզի Աստված եւ ելքի մարդիկ իր մարգարեի ժամանակ կարողանային միանալ միասին։ Եվ այսպես, երբ դուք նայում եք եւ տեսնում եք, թե ինչպես է կայանում գործը, ահա թե ինչու սատանան, երբ դուք շրջում եք եւ հաճախ հիմար եք խաղում, սատանան կպչում է ձեզ եւ սկսում է ծիծաղել Աստծո երեսին։ Նայիր քո մեներկչին, լսիր, թե ինչ են նրանք հիմա երգում։ Նայիր, թե ինչով է զբաղվում այստեղ ահա այս մեկը, նայիր քո երաժշտին, նայիր, թե ինչով են զբաղվում նրանք այստեղ, նայիր այս մեկին, որին անվանում են Աստծո մարդ, նայիր, թե ինչով է նա հիմա զբաղվում։ Դուք հասկանում եք, եւ երբ մենք դառնում ենք եսասեր, մենք պարզապես չենք գիտակցում, թե ինչ ենք անում Աստծուն եւ Աստծո անվան հետ, եւ ինչպես ենք խայտառակում Աստծո անունը այն բանից հետո, երբ Աստված եղել է այնքան բարի եւ հայտնել է բոլորիս հանդեպ այդպիսի բարություն։ Եվ հենց որ առաջանում է փոքրիկ փորձություն եւ փոքրիկ քննություն, դուք սկսում եք թուլանալ։ Ես զգում եմ թուլություն, ես ինձ թույլ եմ զգում։ Ինչ պատահեց Հովսեփի հետ, Հովսեփը փախավ։ Դուք Աստվածաշնչում ունեք օրինակ։ Դուք կարող եք վարվել այլ կերպ։ Հասկանում եք։
Բայց բանն այն է, որ հաճախ սա մեզ ասում է այն մասին, որ մեր սրտում մենք չունենք Աստծո սերը, մենք ունենք մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն և կյանքի հպարտություն։ Մենք լցված ենք այս աշխարհով, մենք դեռ չունենք Աստծո սերը։ Ահա թե ինչու ձեզ պետք է հետևել ձեր կյանքին և երբ ինչ-որ բան է առաջանում, չի կարելի մոռանալ այն մասին, որ դա առաջացավ, ինչու դուք ունեցաք այդ ստուգումը, ինչու գրանցվեցին այդպիսի մտքեր, ինչու առաջացան այդպիսի զգացմունքներ, ինչու փորձության ժամանակ դուք հասաք նրան, որ ձեզ քիչ էր մնում կաթվածահար աներ, և դուք դարձաք անօգնական։ Երբ դա առաջանում է, դուք պետք է իմանաք. Աստված, օգնիր ինձ հիմա, հեռացրու դա ինձնից, սպանիր ինձ և վերցրու ինձ, թույլ մի տուր ինձ անցնել սրա միջով, եթե արդեն բանը հասնի դրան, տուր ինձ շնորհ և ուժ հաղթելու դա։ Եթե դուք այդպիսին չդառնաք, ապա դուք կունենաք խնդիրներ, որովհետև սատանան հենց որ հայտնաբերեց, նայիր թե որքան արագ քեզ կարելի է կաթվածահար անել, նայիր թե որքան արագ ես դու թուլանում, սատանան նկատում է, նա նույնպես զարմանում է, որովհետև նա չէ որ ամենագետ չէ, նա ասում է. «Օ Աստված, ես նրանց գերագնահատել եմ, ես կարծում էի, որ նրանք ավելի ուժեղ են, չհասցրեցի ես նույնիսկ մի փոքր դիպչել ահա սրան, իսկ նա արդեն չի կարողանում վերահսկել իրեն, կամ նա ընկավ կատաղության մեջ, և սատանան ասում է. ահա, նա ասում է, ոչ ոք այստեղ ոչինչ չի ասում, այս մեկը արդեն գնաց, նա դրդում է նրանց։ Մինչև չորեքշաբթի ես կնստեցնեմ սրան վանդակում շղթաներով, մյուսին ես կնստեցնեմ շղթաների մեջ, և նրանք դուրս չեն գա այդ վանդակից պարզապես այնպես, որովհետև ես պահանջում եմ բարձր գին նրա համար, որպեսզի ազատեն նրանց այնտեղից։ Ես ուզում եմ տեսնել, թե ով կլինի այն ազգականը, որը կգա և կվճարի գինը, որպեսզի ազատի նրան այնտեղից։ Ձեզ լավ է ունենալ ազգական, որը ընդունակ է և պատրաստ և հանդիսանում է ձեր ազգականը, գիտեք։ Երբեմն դուք տեսնում եք մարդու, որը վազում է ձեռքեր դնելու և աղոթելու, իսկ դուք ընդունակ եք։ Հանդիսանում եք արդյոք դուք ազգական։ Ոչ, դուք զբաղվում եք ձևականությամբ և ծեսով։ Նա ասում է. դու գիտես սրա գինը, ահա այս մարդու։ Ինչ է ասվում Աստվածաշնչում, նա այն մեկն է, որ անում է ինչ, իր գերիներին բաց չի թողնում տուն։ Դուք պետք է վճարեք նրա համար լրիվ գինը, որպեսզի նա բաց թողնի այդ մարդուն, իսկ եթե նա իմանա, նա դեռ ձեզ էլ կհարկի, եթե դուք ձևանաք ազգական։ Ինչ այն ժամանակ ասաց Հիսուսը, նա ասում է, նա կուղարկվի բանտ և դուրս չի գա այնտեղից, մինչև չտա մինչև վերջին լուման։ Ուշադիր կարդացեք Աստվածաշունչը, հասկացեք հոգևոր աշխարհի օրենքները, թույլ տվեք ասել ձեզ ինչ-որ բան, հոգևոր աշխարհում կան այնպիսի օրենքներ, որ կարող ես անել ինչ ուզում ես, այս մարդը պետք է մնա այնտեղ և վերապրի դա ինչ-որ ժամանակ։ Այդպիսին է կյանքի օրենքը, երբ մարդիկ խախտում են որոշակի օրենքներ, հոգևոր ոլորտում դրված է որոշակի պատիժ։ Դա տեղի է ունենում ոչ պարզապես այնպես, հատկապես երբ մարդիկ ինչ-որ բան են անում, թեև եղել էին նախազգուշացված, և նրանք չեն եղել հատկապես ուշադիր, տեսածի ու լսածի նկատմամբ և անտեսեցին այդպիսի մեծ փրկությունը։ Գինը, հասկանում եք, երբ դուք մարմնավոր եք և մակերեսային, դուք համարում եք, որ կարող եք անել ինչ ուզում եք, իսկ հետո դուրս գալ և ասել. աղոթիր ինձ համար։ Իսկ հետո ինչ-որ մի քարոզիչ ստանում է լրացուցիչ ներշնչանք, նա ասում է. օ, այո։ Այս մարդը ոչ պատահական հայտնվեց այդպիսի վիճակում։ Նա կոտրեց իր ոտքը ոչ թե նրա համար, որ նա կանգնեց բանանի կերևի վրա և ընկավ։
Նա ինչ-որ բան ցանկացավ, նա ինքն իրեն ենթարկեց դրան, դա ինչ-որ այնպիսի բան է, երբ նրանք վերապրում էին դա, դուք չգիտեք, ինչ կար նրանց մտքում, դուք չգիտեք, որ Աստված մշտապես փակում էր նրանց ճանապարհը, ինչպես Բաղամի հետ, երբ նա տեսավ, թե ինչպես հրեշտակը հանեց սուր եւ ասաց. «Արի այստեղ, այսօր ես կսպանեմ քեզ», նա տեսավ դա եւ փորձեց անցկացնել էշին հրեշտակի կողքով, նա սկսեց ծեծել էշին. «Դե շարժվիր», այնպես որ էշը լիովին խճճվեց, էշը սեղմեց պատին, նա իր ոտքը քիչ էր մնում կոտրեր եւ այդ ամենը, որովհետեւ նա ասաց. «Ինչ կա հրեշտակ, թե չկա հրեշտակ, ես միևնույն է կգնամ, թույլատրելի կամք», նրանք սլանում են թույլատրելի կամքի մեջ, ոչ թե ափով։ Եթե սա նույն Աստվածն է, որին մենք գիտենք, ապա սա ինչպես Նաբուգոդոնոսորն է պահապանների դատաստանի ժամանակ, ոչ այս դատաստանի ժամանակ այստեղ գիտեք, այլ պահապանների դատաստանի ժամանակ։ Երբ եղավ այս երազը, նրանք կանչեցին դատարան, այնտեղ ասված էր կանցնի 7 տարի եւ միայն հետո նա կվերադառնա այստեղ։ 7 տարի նա եղավ ինչպես գազան։ Վերջի վերջո նա դարձավ խոնարհ եւ նա արձակեց կարևոր հրամանագիր, պատմելով բոլորին այն Աստծո մասին, որը պատժեց իրեն թագավորին։ Ահա թե ինչումն է Դանիելի գրքի էությունը, իսկական դատավորը եւ իսկական թագավորը գործ ունի երկրի վրա թագավորների հետ, ցույց տալով նրանց, որ նրանք ստիպված կլինեն տալ հաշիվ այն մասին, թե ինչպես են նրանք կառավարում իրենց թագավորությունները։ Դա այդպես է։ Ահա թե ինչու դուք ունեք ծառայություն։ Միգուցե ես այստեղ բավականին խիստ եմ քարոզում սրա մասին, բայց բանն այն է, որ ես բացատրում եմ այս օրենքները, որովհետև ես իրազեկված եմ, ես գիտակցում եմ, ես կառավարվում եմ այս բաներով, երբեմն ես ինչ-որ բան այստեղ տեսնում եմ եւ ասում եմ Աստված, լավ է սպանիր ինձ, թույլ մի տուր ինձ խայտառակել քեզ, սպանիր ինձ եւ վերցրու ինձ այստեղից, ես լուրջ եմ ասում, ես ծայրահեղ անկեղծ եմ, որովհետև դու մարդ ես։ Եղիան մարդ էր նմանատիպ կրքերով, ինչպես մենք, բայց այս մարդը փակում էր երկինքները, առաջ անցավ մարտակառքից եւ իջեցրեց կրակ երկնքից։ Ահա թե ինչու դուք պետք է լինեք վստահ Աստծո վրա, ոչ թե ձեր մարմնի վրա, ոչ ձեր վրա, ոչ ձեր կրթության վրա, ոչ ձեր փողերի վրա, ոչ ձեր գրավչության վրա, ոչ ձեր գեղեցկության վրա, ոչ մի բանի վրա այն ամենից, ինչին դու տիրապետում ես, որովհետև մարդը փոշի է, Աբրահամն ասաց, մենք փոշի ենք եւ մոխիր, ահա թե ինչու, երբ տղամարդիկ որսացին տեսիլքը, Դանիելն ասաց, իմ դեմքի տեսքը չափազանց փոխվեց, Հոբն ասաց, վայ ինձ, ես ոչնչություն եմ, Եսայան ասաց, վայ ինձ, ես անմաքուր շրթունքներով մարդ եմ, Մարգարեն ասաց, նայեք, երբ մարդ ընկնում է Աստծո ներկայության մեջ, դուք կարծում եք, որ սա ինչ-որ բան է, նայեք, նույնիսկ հենց եղբայր Բրանհամը, նա կարող էր կանգնել այնտեղ եւ ասել Սատանա, ես կապում եմ քեզ, դու փորձիր այստեղ այսօր ինչ-որ բան անել, դրա համար Աստված նրա վրա կար հոգին, գիտեք, երբ այս հոգին գնում էր, նա հասարակ մարդ էր, գիտեք։ Իհարկե, տեսնում եք, մենք այստեղ ջանում ենք, որպեսզի բոլորը մնան ողջամիտ, ունենան իրականություն եւ ապրեն ըստ աստվածապաշտական սկզբունքների։ Իսկ ցանկացած հաջողության գաղտնիքը այսպիսին է. թույլ տուր Աստծուն անել ամեն ինչ իր ճանապարհով, նվիրիր քո կյանքը, տուր քո կյանքը Աստծո ձեռքը, որովհետև դա կախված չէ կամեցողից եւ ոչ էլ ջանք թափողից, դա ոչ քո ուժով է եւ ոչ քո զորությամբ, դա նրա հոգով է, ասում է Տերը։ Իսկ երբ դուք նայում եք ձեր սեփական կյանքի եւ տեսնում եք այդպիսի բաներ, դուք պետք է պատրաստ լինել պատժել ձեր անհնազանդությունը, դուք պետք է դատեք ձեզ, այլապես դուք կդատվեք, դուք պետք է մերցնեք ձեր մարմնավոր անդամները, ոչ թե խնդրեք մարդկանց մոտենալ եւ աղոթել ձեզ համար եւ աղոթել, մերցրեք ձեր բոլոր անդամները։
Սրա մեջ է ողջ գործը, սրա մեջ է ողջ գործը։ Երբ Աստված ասում էր մարգարեին եղիր ավելի անկեղծ, եթե դու ուզում ես տեսնել հաջորդ մասը, դու կարծում եք, որ մենք հեշտ ու հանգիստ գործի կդնենք արտասանված խոսքը, երբ մենք ստանում ենք լիցք, մենք ասում ենք, օ, արտասանված խոսք, երբ դուք տեսնեք ճնշումը, այն ժամ դուք կտեսնեք երրորդ ձգումը, այն կկատարի մեր մեջ մեծ բաներ, որքանով ենք մենք անկեղծ։ Էլ որքան ավելի անկեղծ է մեզ պետք դառնալ, դուք հասկանում եք, թե ինչի մասին եմ ես խոսում, եւ երբ դուք սկսում եք այդ մասին մտորել, դուք սկսում եք գիտակցել, որ կարելի է խմել 2 լավ բաժակ գինի եւ զգալ քեզ լավ։ Ճիշտ է, Քերթի, կարող ես խմել 2 լավ բաժակ գինի, զգալ քեզ լավ եւ ստանալ լիցք, իսկ հետո այն բանից հետո, երբ դու կդնես այդ բաժակ գինին ու կնայես քեզ անմիջապես պետք է սթափվել։ Թույլ տվեք ասել ձեզ, սա իրական է, գիտեք, երբեք մի կտրեք ոտքերը գետնից մինչև չհասնի ապշտակությունը, գիտեք, եւ մի թռչեք ամպերում։ Որոշ մարդիկ կարծես ոտքերն իրենց տակ չեն զգում, գիտեք, ձեզ պետք է իրականություն, հաղորդակցվեք իրականության հետ։ Թող օգնի ինձ Աստված։ Ես ճեղքում եմ, բայց ես իրականում այդ մասին ամենևին չէի մտածել։ Ես պարզապես զգում եմ, որ հենց դա է մեզ պետք։ Այս պահերին ինձ հետ դա նորից պատահեց։ Այս առավոտ ինձ նորից հիշվեցին 11:23 թվերը, արդեն ինչ-որ 3-րդ կամ 4-րդ անգամն է ես ասում եմ Աստված, այսօր երեկոյան ես քիչ էր մնում վճռեի միացնել ձեզ համար, ասա այս լեռանը մարգարեի քարոզը։ Որովհետև այս առավոտ ես վեր կացա 11:23, ինչ է դա նշանակում, ես ասում եմ, այս միտքը ամբողջ ժամանակ հետապնդում է ինձ։ Դուք հիշում եք, թե ինչպես նա ասաց, որ ամբողջ ժամանակ իրեն գալիս էին գրքի այդ հատվածները, բայց այս թվերը մշտապես հայտնվում են իմ առջև։ Պետք է որ արդեն 7-րդ անգամն է, որ ես սա արտասանում եմ այստեղ ամբիոնից, եւ չնայած այս բոլոր քարոզներին այստեղ ես գիտեմ, որ հենց դա է, չէ՞ որ ես տեղավորում եմ ձեզ եւ ցույց եմ տալիս ձեզ, թե որտեղ ենք մենք գտնվում, երբ ես ցույց եմ տալիս ձեզ ժամանակը եւ ժամկետները, թե որտեղ ենք մենք գտնվում, ես ասում եմ, ինչ վիճակում ենք մենք, եթե ես խոսում եմ ճնշման մասին, նայեք, թե որքան մոտ են այս բաները եւ այդպես շարունակ այն ժամ ինչ վիճակում են գտնվում մենք, չէ որ մեզ կանցկացնի սրա միջով, հենց այս ծառայությունը Մարկոս 11:23-ից, որը կգործի մեր մեջ, այն պետք է լինի մեր մեջ։ Թող սկսվի արդարների արթնությունը, մեծ զորություն կգա եկեղեցու մեջ, նախքան մենք կհեռանանք այստեղից, եւ այս երրորդ ձգումը կկատարի մեզ համար մեծ բաներ մեր մեջ։ Խոնարհվիր քարոզում նա ասաց, ինչպես ժամացույց, մենք բոլորս ինչպես ժամացույցի դետալներ լինենք, փոքրիկ տարբեր դետալներ, զսպանակը, անիվը, ճոճանակը, ամեն ինչը, սլաքները պետք է լինեն համաձայնեցված եւ լինեն ներդաշնակության մեջ, որպեսզի ցույց տան ճիշտ ժամանակը։ Նա ասաց, որպեսզի մենք քայլերթով առաջ գնանք դեպի այս երրորդ ձգումը, հասկանում եք, եթե դուք հավատում եք խոստմանը, ապա դուք կսպասեք դրան։ Իսկ եթե դուք հասկանում եք, թե որ ժամանակաշրջանում պետք է օգտագործվի այս խոստումը, որպեսզի դրսևորվի, որ մեզ պետք կգան այս բաները, այն ժամ մենք գիտենք, բայց դրա համար կան պահանջներ։ Դրա համար մենք պետք է գանք որոշակի վիճակի, ոչ թե կարդալ մեջբերումը եւ գրգռվել, այլ գտնվում եմ ես արդյոք պատշաճ վիճակում, գալիս եմ ես արդյոք պատշաճ վիճակի, ապրում եմ ես այնպես, որպեսզի ես կարողանամ լինել այդպիսի վիճակում։ Արդյոք ես իրականում հավատում եմ խոստմանը։ Հասկանում եք, մենք պետք է ինչ-որ կերպ, չնայած աշխատանքին, կնոջը, երեխաներին, հողերին, նա ասաց, այդ ամենը չի թողնում ձեզ մոտենալ սրան այնպես, որ չնայած այն բոլոր բաներին, որոնք ձեզ պետք է անել, համոզվեք նրանում, որ ձեր կյանքի որոշակի պահերին դուք
ունենաք ժամանակ հաղորդակցության համար ձեր եւ Աստծո միջև։ Գաղտնիք, որը տեղի է ունենում ձեր կյանքում, գիտեք, չէ՞ որ եթե դուք դա ստանաք, դա կկառավարի ամեն ինչ եւ կհավասարակշռի ամեն մնացյալ բան։ Եթե դուք հիմա ջանում եք անել ամեն մնացյալը եւ հույս ունեք, որ դա կտեղավորվի ինչ-որ կերպ ինքն իրեն, այդպես չի լինի, գիտեք, որովհետեւ առաջին տեղում կանգնած է Աստված։ Նայեք մթնոլորտին։ Այս Բաղդասարի խնջույքը սա այսօրվա աշխարհն է։ Սա աշխարհի խրախճանքն է։ Սա մեծ հարբեցողություն է, նրանք հարբում են քաղաքականությամբ, կրոնով, պոռնոգրաֆիայով, սպորտով, զվարճանքով։ Սա աշխարհն է գագաթնակետին, այն ժամանակ նրանք քաղաքակրթության գագաթին էին։ Ահա թե ինչու նրանք վստահ են իրենց քաղաքի պաշտպանական համակարգի վրա։ Բայց մարգարեն արդեն մարգարեացել էր։ Ես կտամ նրանց 4 սերունդ, եւ հետո ես կտամ նրանց ուրիշներին։ Եվ ահա հասավ ժամանակը, երբ նրանք պետք է հանձնվեին ուրիշներին, սակայն նրանք տեսնում էին իրենց իշխանության գագաթին եւ չգիտեին, որ իրենց ժամանակը հասել է հանձնվելու ուրիշներին, ինչպես Ամերիկան։ Այսօրվա աշխարհը, նայեք այս ժամանակաշրջանին, գիտեցեք Աստվածաշունչը, տեսնում եք քանի անգամ նա քարոզեց Բաբելոնի աշտարակը, ձեռագիր պատի վրա միավորված մեկ գլխավորության ներքո, մեկ Աստծո միասնությունը, մեկ եկեղեցում, ինչու մենք դավանանք չենք, ինչու եմ ես դեմ կազմակերպված կրոնին։ Այս բոլոր քարոզներում նա խոսում է Բաբելոնի եւ համակարգի մասին, դուրս եք Բաբելոնից։ Ընկավ Բաբելոնը։ Եվ եթե մենք մոտենանք սրան, ապա մենք կմոտենանք ինչին, գառան հարսանիքին, միությանը, որպեսզի լինենք հնազանդ մեր ամուսնուն Քրիստոսին, կառավարվենք Քրիստոսով, ապրենք միության մեջ Քրիստոսի հետ։ Այն նույն ներդաշնակությունը, որը առկա էր հոր եւ որդու միջև, պետք է հիմա առկա լինի Փեսայի եւ Հարսի միջև։ Սա հենց կյանքն է, ահա այստեղ ներսում էլ թաքնված է պատգամի կյանքը։ Այլապես դուք կարող եք եկեղեցի գնալ թեկուզ ցերեկ ու գիշեր, եթե դուք չկարողանաք մտնել ահա սրա մեջ, չկա ձեզ համար դրանից ոչ մի օգուտ, որովհետև դուք պետք է հասկանաք, թե ինչի մեջ ենք մենք մտնում, որպեսզի նա ունենա առաջնեկություն, վերահսկողություն, ղեկավարում, դուք դառնում եք կալանավոր Հիսուս Քրիստոսի սիրո ստրուկը։ Եկեղեցին ձեզ այդպիսին չի դարձնի, խոսքը կդարձնի ձեզ այդպիսին, եկեղեցին ձեզ այդպիսին չի դարձնի, խոսքը կդարձնի ձեզ այդպիսին, այլ ոչ թե եկեղեցին։ Չորրորդ համարը խմեցին գինի եւ փառաբանեցին ոսկյա եւ արծաթյա պղնձյա երկաթյա աստվածներին։ Այդպիսին են նրանք եւ այսօր փառաբանում են իրենց տունը, իրենց մեքենան, իրենց քաղաքները։ Ցույց են տալիս իրենց ողջ հարստությունը, որն իրենք ունեն, գիտեք, ինչպես նրանք ասում են, ես հաջողակ եմ կյանքում, ինձ մոտ ամեն ինչ ստացվել է, գիտեք, ես կարող եմ սնվել լավագույն կերպով, ես կարող եմ քնել լավագույն մահճակալի վրա, ես կարող եմ կրել լավագույն հագուստը։ Նրանք անվանում են դա հաջողություն, քաղաքակրթություն։ Հենց նույն ժամին, նայեք Աստծուն, ինչպես ես միշտ ասում եմ ձեզ, նայեք Աստծո կողմից, Աստված դիտում է նրանց, Աստված հետևում է նրանց, Աստված ուղարկեց Կյուրոսին, գիտեք, որովհետև Կյուրոսը եկավ կատարելու Աստծո խոսքը, Եսայիան մարգարեացել էր նրա մասին դեռ 100 տարուց ավելի առաջ։ Այս մարդը ծնվեց եւ նա մեծացավ եւ հիմա նա առաջնորդեց բանակը եւ հիմա այս մարդը մոտեցավ Բաբելոնի պատերին եւ Աստված պատրաստվում էր փոխանցել այս մարդուն երազատեսություն։ Դուք հասկացաք, որովհետեւ նա ասաց, այս մարդը Կյուրոսը իմ օծյալն է, իմ հովիվը, նա կբացի երկփեղկ դռները, ես կցամաքեցնեմ գետերը։
Մենք տեսնում ենք արևելքի թագավորներին։ Մենք տեսնում ենք, որ նա եկավ ինչպես գողը գիշերով, մենք տեսնում ենք, որ երրորդ վայրը շուտով գալիս է։ Մենք դեռ այստեղ ենք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հրեաները պատրաստվում եւ որ նրանց մոտ ամեն ինչ պատրաստ է։ Մենք տեսնում ենք Հայտնություն 13-ի երկու գազաններին։ Մենք տեսնում ենք հիմա այս ընտրությունները, թե որտեղ տեղավորեց սա հոգին։ Մենք տեսնում ենք, որ վերջին 40 տարիների ընթացքում մենք անցանք խոսքի այս մասը աղաղակի եւ փողի միջև։ Մենք տեսնում ենք բոլոր այն օրենքները, որոնք հրատարակվեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր, մենք տեսնում ենք Եսայա 30-ը, այն օրը, երբ ընկան աշտարակները, մենք տեսնում ենք, որ լուսնի լույսը սկսեց շողալ 7 անգամ ավելի ուժեղ։ Խոսքը գնում է ուսմունքի մասին, լուսնի մասին, հասնացուի մասին։ Մենք պարզապես չենք ասում այն, ինչ մտներիս է գալիս։ Այս ամենը պատահեց եւ դեռ պատահում է։ Իսկ դա նշանակում է, որ մենք հիմա նայում ենք մեզ, իսկ ես պատրաստ եմ, իսկ ես համոզված եմ, իսկ ես մտահոգ եմ, ինչ եմ ես անում այն բանի հետ, ինչ ես ընդունել եմ, ում շատ է տրված նրանից շատ էլ կպահանջվի։ Ինչն է հենց հիմա ազդում իմ կյանքի վրա։ Ինչն է դրա մեջ առաջին եւ ամենակարևորը։ Ինչին եմ ես ձգտում, գիտեմ, ես Աստծո կամքը իմ կյանքի համար կատարում եմ ես Աստծո կամքը։ Ջանում եմ ես ծառայել Աստծուն, համաձայն Աստծո կամքի զբաղեցրել եմ ես իմ տեղը։ Տատանվեցի ես իմ տեղից, թե ես արմատավորված եւ հաստատված եմ։ Եվ չեմ կարող տատանվել, որովհետև ես ընդունել եմ անսասան թագավորություն, որ վիճակում եմ ես, ինչպիսին է իմ կյանքի որակը, ոգեշնչում եմ ես որևէ մեկին, ունենում է իմ կյանքը ազդեցություն որևէ մեկի վրա, կարող է որևէ մեկը նայել ինձ եւ ստանալ խթան եւ ցանկանալ բարձրանալ եւ նորից ուժ հավաքել, կարող եմ ես ամրապնդել իմ շուրջը գտնվող մարդկանց հայտնության այն չափով, որը Աստված տվել է ինձ, որպեսզի մենք ամրապնդենք միմյանց, որոնք են իմ առաջնահերթությունները, որն է իմ նպատակը, այս ամենի հետ մեկտեղ այն բանից հետո, երբ մենք տեսանք բոլոր գրքերի կատարումը, երբ մենք տեսնում ենք, թե որտեղ ենք մենք տեղավորված, երբ մենք տեսնում ենք հայտնության գիրքը, սա այն գիրքն է, որից դավանանքը չի կարող քարոզել, սա այն գիրքն է, որը Սուրբ Հոգին կարող է վերցնել եւ այնքան պարզաբանել այն մեզ, որովհետեւ ժամանակաշրջանից դուրս եկան կնիկները, կնիկներից դուրս եկան փողերը, իսկ փողերից դուրս են գալիս սկավառակները եւ ողջ գիրքը բացվեց, Աստված բացեց այս ամենը մեր մեջ եւ ապացուցեց այս ամենը Աստվածաշնչի երկայնքով ու լայնքով։ Ուստի ինչ վերաբերվում է լույսին, մեզ մոտ շողում է լույսը, մենք տեսնում ենք, բայց հիմա ինչպիսին է այս լույսի ներգործությունը, քայլեք լույսի մեջ եւ դուք կդառնաք լույս, դառնում եմ ես արդյոք լույս, որտեւ լույսը դա դրսեւորված խոսքն է, լույսը մի ձևի մեջ դա բացված խոսքն է, երեկոյան ժամին կհայտնվի լույս, բայց հետո երբ այս լույսը մտնում է այս փառավոր ավետարանի լույսը շողում է ձեր սրտում, այն ժամ դուք դառնում եք լույսի զավակ։ Ահա թե երբ կդրսևորվի խոսքը, իսկ դա էլ հենց լույսն է, խոսքը, որը կար սկզբից, մենք տեսանք նրան, մենք զննեցինք նրան եւ այն դրսևորվում է մեր մեջ։ Միթե սա Աստծո որոտը չէ, միթե սա Աստծո կենթանի ձայնը չէ։ Միթե սա կենթանի գրություններ չեն կարդացվող բոլոր մարդկանց կողմից, հանդիսանում ենք արդյոք մենք այդպիսին, ինչպիսի մարդիկ ենք մենք, համոզված ենք մենք, որ եկեղեցու մեջ ենք մենք գտնվում, հանդիսանում ենք մենք արդյոք հաստատված եկեղեցի, մենք ասում ենք, այո, մենք հաստատված ենք, մենք ուսուցանված ենք խոսքին, ես հիմա դա նկատի չունեմ, հանդիսանում ենք արդյոք մենք եկեղեցի, որին հնարավոր չէ տատանել, հանդիսանում ենք մենք արմատավորված եկեղեցի, ինչ կասեք մեր անհատական արմատների մասին, չէ որ մենք ծառեր ենք պարտեզում։
Մեր արմատները գնում են արդյոք այնքան խորը, որ ոչ մի փոթորիկ չկարողանա մեզ արմատախիլ անել, կանգնած ենք մենք արդյոք խարսխի վրա, որքանով ենք մենք հաստատված, Պետրոսն ասաց, քանի դեռ գտնվում եմ այս տաճարում, նա ասաց, ես չեմ դադարի հիշեցնել ձեզ, որպեսզի դուք հաստատված լինեք ներկա ճշմարտության մեջ, մենք ոչ թե հնարովի առասպելների հետևեցինք, մենք ունենք ամենահաստատ մարգարեական խոսք, արդյոք այն ամենահաստատն է մեր կյանքում։ Այնպես, որ մենք դարձել ենք հաստատված ներկա ճշմարտության մեջ։ Չէ, որ ճշմարտության մի մասը արդեն կատարվել է, դա արդեն պատմության մեջ է, ճշմարտության մի մասը տեղի ունենում հիմա, եւ ճշմարտության մի մասը դեռ պետք է կատարվի, բայց մեզ համար հիմա սա ներկա ժամանակի ճշմարտություն է, ոչ թե պատգամի պատմական մասը, այլ պատգամի մասը ներկա ժամանակում հավաստիություն այն ամենի, ինչին մեր մեջ հավատում են առանց որևէ կասկածի։ Գիտենք մենք եւ ունենք մենք այս վստահությունը։ Եթե մենք հասկանում ենք ժամանակները եւ ժամկետները, ապա մենք դա գիտենք։ Պողոսը առաջին Թեսաղոնիկեցիներին 5-ում ասաց. Ինձ պետք չէ ասել ձեզ, որովհետև դուք հասկանում եք ժամանակները եւ ժամկետները, նա հաստատեց նրանց ժամանակների եւ ժամկետների մեջ։ Ուստի, եթե եկեղեցին գիտի ժամանակները եւ ժամկետները, ապա մենք գիտենք, որ Աստված սահմանել է խոսք ժամանակի եւ ժամկետի համար, եւ Աստված ուզում է, որպեսզի կատարվի ծառայությունը, եւ Աստված ընտրեց այս մարդկանց, եւ Աստված գրանցեց նրանց անունները գրքում, եւ Աստված օծում է նրանց մարմնի մեջ տարբեր պաշտոններում, տեղերում եւ պարգևներում, եւ այդպես շարունակ, որտեղ նա նրանց տեղավորում է, եւ նրանք իրենք հանդիսանում են նշաններ։ Նրանք հանդիսանում են նշաններ։ Երեխաները, որոնց տվեց ինձ Տերը, նրանք ինչպես ցուցումներ եւ նախանշաններ են։ Եղբայր Բրանհամը չնկատված նշան էր։ Նա չնկատված գեր նշան էր։ Նա նշան էր, որին նրանք չճանաչեցին։ Նրա կյանքը, երբ մենք նայում ենք նրա կյանքին, նրանք տեսան մարդու, իսկ մենք տեսանք Մովսեսին, մենք տեսանք Եղիային, մենք տեսանք Ամոսին, մենք տեսանք Հովսեփին, մենք տեսանք Հովհաննեսին, մենք տեսանք Հիսուսին։ Սա նախանշան է, սա հրաշք է։ Հայտնությունը դրդեց մեզ նայել ավելի հեռու, քան ճաղատ գլուխը եւ Աստվածաշունչ եւ մնացյալը, եւ մենք սկսեցինք տեսնել, թե ինչ էր այնտեղ գտնվում։ Մենք սկսեցինք հասկանալ, որ դա հենց գլուխգործոցն էր, որը կառուցեց Աստված, մարդ ըստ պատկերի ունեցող իշխանություն, որը կարող էր արտասանելով գոյության կոչել։ Մենք սկսեցինք տեսնել մարդու, որը մարմնից դարձավ խոսք, նա նշան է եւ նախանշան։ Հակոբը շնորհի նշան էր։ Հակոբի 12 որդիները կենդանակերպի 12 նշաններն էին, դուք գիտեք այդ մասին, միթե այդպես չէ։ Այդտեղից էլ հայտնվեցին դրոշները, դա նրանց տոհմական նշանն է։ Նա ասաց Հուդան դա երիտասարդ առյուծ է, Դանը դա իժ է ճանապարհի վրա, Նեփթաղիմը արձակված եղնիկ է, Իսաքարը դա էշ է պառկած երկու բեռների միջև։ Նրանք նշաններ էին։ Մաթուսաղան, երբ նա մեռնի, կուղարկվի ջրհեղեղ, նա նշան էր։ Երբեմն դուք չեք տեսնում որևէ մեկի մեջ ոչ մի նշան, որովհետև դուք չեք կարողանում կարդալ այդ նշանը։ Երբ դուք ստանաք ներշնչանք, յուրաքանչյուրը հանդիսանում է գրված նամակ, որը գրել է Աստված։ Այն ամենի հետ, ինչ Աստված գրում է, կապված է գաղտնիք, սրա մեջ եզրափակված է Քրիստոսի գաղտնիքը, Աստված չի գրում նամակ, այն ամենը, ինչ Աստված գրում է, խոսում է իր իսկ մասին, Աստված իր ժողովրդի մեջ։ Դուք հասկանում եք, թե ինչի մասին եմ ես խոսում։ Ահա թե ինչու Պողոսն ասաց, որ այլևս չի կարելի ճանաչել նրան ըստ մարմնի, մեզ չի կարելի ճանաչել միմյանց ըստ մարմնի, որովհետև այստեղ կան մարդիկ եւ յուրաքանչյուրին բաժին է համված չափ։
Մարդիկ պետք է մտածեն ուրիշ մակարդակի վրա, եթե դուք չկարողանաք այդպես մտածել, ապա դուք դա չեք տեսնի, եթե դուք դա չկարողանաք դա տեսնել, ապա դուք չեք կարողանա դրանով ապրել, իսկ եթե դուք չկարողանաք դրանով ապրել, ապա դա երբեք չի կատարվի, դա այդպես էլ կմնա էջի վրա։ Երբ նրանք խմում էին, հենց նույն ժամին դուրս եկան մարդկային ձեռքի մատներ և գրում էին ճրագակալի դիմաց թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսնում էր ձեռքի դաստակը, որը գրում էր. Սա ինչ-որ բան է, չէ՞։ Ինչպես ես ասացի, նայեք, թե որ կողմից է նայում Աստված, Աստված գիտեր, թե որտեղ էր գտնվում թագավորը, և սա անմիջականորեն ուղղված էր թագավորին, որտև պատգամի մեջ ասված էր, քո թագավորությունը կշռված է, դու կշռված ես, ուստի Աստված հայտնվեց հենց ճրագակալի կողքին։ Եվ Աստված սկսեց գրել ձեռքով։ Եվ երբ Աստված սկսեց գրել, դու գիտեք ինչ այն ժամանակ պատահեց, թագավորը տեսավ ձեռագիրը, որովհետև լույսը շողում էր հենց այնտեղ, որպեսզի նա դա տեսնի։ Մի պահ հետևեք այս մարդուն։ Նա համարում էր իրեն այնքան իշխանավոր, չնայած պատերազմին, սարքեց զվարճություն, խրախճանք և հարբեցողություն և ցուցադրում էր իր իշխաններին և իր կանանց և իր մեծամեծներին և իր հարճերին և բոլոր մնացյալներին, և նա սարքեց այնտեղ մի ամբողջ համերգ։ Իսկ հետո նա տեսավ այս ձեռագիրը։ Այժմ թագավորը փոխվեց իր դեմքով, նրա մտքերը խռովեցին նրան, նրա մեջքի կապերը թուլացան, և նրա ծնկները սկսեցին զարկվել մեկը մյուսին։ Նայեք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին պատմում է ձեզ, թե որտեղ Աստված գրեց, որտեղ նա տեսավ մատները, և այս ամենի մեջտեղում ինչպիսի ներգործություն դա ունեցավ նրա վրա, նրա մեջքի կապերը թուլացան, ծնկները սկսեցին զարկել մեկը մյուսին։ Ո՞վ է տեսել Չաբի Չեքերին, որը թվիստ էր պարում, ձեզնից շատերը այն հին ժամանակներում։ Օյ, փառք։ Նա կարծում էր, որ խրախճանալու է ողջ թափով, իսկ նրա ծնկները ահա այսպես սկսեցին դողալ։ Միգուցե նրանցից ոմանք չտեսան, այնտեղ ասված չէ, որ նրանք բոլորը դա տեսան, այնտեղ ասված է, որ թագավորը դա տեսավ, և նրանք ասացին, միգուցե ինչ-որ բան գինու հետ է, ինչ-որ մեկը լցրել է նրան ինչ-որ բան գինու մեջ, ինչու նա այդպես պար բռնեց։ Նայիր շարժումներին, նայիր նրա ոտքերին, նայիր, թե ինչպես նրա մեջքը թուլացավ, եղբայր, վստահեցնում եմ քեզ, օհո, ես երբեք չէի տեսել, որ թագավորը այսպես պարի, բայց եթե դուք նայեք այս մարդու դեմքին, նա սպիտակել էր, գունատվել էր և սարսափի մեջ էր, հետո գիտակցեցին, սպասեք, երաժշտությունը հիմա չի հնչում, ինչ է այստեղ կատարվում, տեսնում եք։ Ուժգին բղավեց թագավորը, որպեսզի բերեն հմայողներին, քաղդեացիներին և գուշակներին։ Դուք տեսնում եք, թե ինչ եղավ, երբ վախը պատեց այս մարդուն, նայեք, թե ում վրա էր նա վստահ։ Երբ նրա վրա հասավ վախը, նա կանչեց այս ուժերին։ Սա ցույց է տալիս, թե ինչի հետ էր կապված նրա հոգին, սա ցույց է տալիս, թե ինչի հետ էր կապված նրա հոգին և նրա ազդեցությունը, և պարզ է դառնում, թե որ ալիքի վրա էր մտածում այս մարդը։ Հավատացյալներ, երբ դուք հայտնվում եք ճգնաժամի մեջ, նախևառաջ ձեզ պետք է անդրադվել և հիշել Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների շուրջ։ Իսրայելի պահապանը երբեք չի ննջում և չի քնում, և ինչպես լեռներն են շրջապատում Երուսաղեմը, այնպես էլ դու շրջապատում ես քո ժողովրդին, և ձեզ պետք է անդրադվել և հավաքել ուժերը, և եթե ձեզ պետք է արտասանել աղոթքի խոսք, ձեզ պետք է աղոթել գիտակցաբար, որովհետև Գիրքը հոսում է ձեր մտքերում։
Հիշեք Հովնանին ձկան փորի մեջ, ջրիմուռների եւ մնացյալ ամեն ինչի մեջտեղում, նա չէր ընկնում խուճապի մեջ եւ չէր գոռում եւ չէր թփրտում եւ չէր փորձում դուրս գալ ձկան բերանից, ոչ, նա խոնարհվեց եւ սկսեց աղոթել եւ նա ասաց. ես նորից նայում եմ դեպի սուրբ տաճարի կողմը եւ նա սկսեց աղոթել. նայեք, չէ՞ որ դրանից առաջ նա ասել էր. այս փոթորիկը իմ պատճառով է, կապեք ինձ եւ դուրս նետեք ինձ։ Նա Քրիստոսի խորհրդանիշն էր, նա տվեց իր կյանքը որպես զոհ նավի վրայի մարդկանց փրկության համար։ Նա ընկղմվեց թաղման մեջ, իսկ հետո նա բարձրացավ հարության ժամանակ։ Եվ ուստի դա Քրիստոսի խորհուրդն էր, եւ Հիսուսը գիտեր, որ ինքը կտա իր կյանքը որպես զոհ, կթաղվի երկրի մեջ, այնտեղ գերեզմանում, իսկ հետո դուրս կգա այնտեղից զատիկին, նա գիտեր։ Հրաշալի է, երբ տեսնում ես, թե ինչպես են մարդիկ իրենց պահում ճգնաժամի ժամանակ։ Մի ակնթարթում նա հանդիսանում է թագավոր խնջույքի վրա, նա բոլորին հրահանգում է, վերցեք, էլի խմեք, նա ասաց, հիմա մենք այստեղ կանենք ինչ-որ առանձնահատուկ բան, դուրս բերեք անոթները, մենք այստեղ կունենանք առանձնահատուկ իրադարձություն, ես ուզում եմ, որ բոլոր հարճերը լցնեն իրենց բաժակները, բերեք նոր թարմ գինի։ Նա պարզապես զվարճանում էր, Աստված նշանակել էր նրան ժամկետ, գիտեք, Աստված նշանակել էր նրան ժամանակ, Աստված գիտի, հիմա ես կանեմ նախաբանը, ես արդեն տվել եմ երազ Կյուրոսին, ամեն ինչ արդեն պլանավորված էր, ես խոսել եմ իմ մարգարե Երեմիային դեռ այն ժամանակ եւ ասել եմ, ես տալիս եմ Բաբելոնի թագավորին ողջ երկիրը, բայց 3 սերունդ կամ 4 հետո, ես հիմա չեմ կարող ճշգրիտ հիշել, նա կբերի, կկերակրի նրանց ուրիշներին։ Եվ հիմա մարապարսիկները տեսիլքը անցնում էր ոսկյա գլխից դեպի արծաթյա ձեռքերը եւ կուրծքը, իսկ արծաթյա ձեռքերը եւ կուրծքը գտնվում էին հենց այնտեղ, այն վայրում, որտեղ նրանց պետք էր գտնվել, որպեսզի ներխուժեին եւ զավթեին թագավորությունը, եւ Աստված էր տնօրինում դա, Աստված է ղեկավարում գործերը, այս աշխարհի բոլոր գործերը, պատերազմները, փողերը, սա չէ որ պատերազմ է, սա չէ որ փողեր են, քաղաքական խռովություն էր։ Եվ այստեղ Դանիելի կողմից հնչեց գաղտնիքը, որպեսզի մեկնաբաներ անծանոթ լեզուն, դա այդպես է։ Այս պահին Բաբելոնը ահա կընկներ, եւ այստեղ Գաբրիելը եւ Միքայելը, Քրիստոսը, այս երկու տարբեր կերպարանքներով, որովհետեւ Գաբրիելը դա նույնն է, որը Դանիելի գրքում ասաց, եւ այն օրը վեր կկենա Միքայելը, դա ասաց Գաբրիելը։ Որովհետև նա գալիս է տալու հմտություն եւ հասկացողություն, նա գալիս է որպեսզի բացի տեսիլքները եւ մարգարեությունները, իսկ Միքայելը հրեաների համար է։ Նա հանդիսանում է հրեշտակ հովանավորը, հրեշտակ պահապանը հրեաների համար, ահա թե ինչու նա ասաց. դրա համար ես կանչեցի Միքայելին, որպեսզի նա կանգնի այստեղ դատաստանի ժամանակ, որտեղ նա ներկայացնում է նրանց։ Նրան պետք է լինել այստեղ այս դատաստանի ժամանակ։ Դուք հետևեք սրան ողջ Աստվածաշնչով, երբ Հակոբը վերադառնում էր, նա հանդիպեց հրեշտակին, սա չէ, որ հրեաների վերադարձն է։ Հրեշտակը գնաց Եղիազարի հետ միասին, որպեսզի գտներ հարսնացուին։ Սա հրեշտակն է հեթանոս հարսնացուի համար, որը նախատեսված է Իսահակի համար, ձեզ պարզ է։ Ողջ Աստվածաշնչի ընթացքում դուք տեսնում եք, ինչպես Նեեմիան վերադառնում էր ուրիշների հետ, հրեաները վերադառնում էին նրա համար, որպեսզի նորից վերակառուցեն տաճարը, այնուհետև նրանք բախվեցին դիմադրության, հետո հրեշտակը գալիս է Հեսուին եւ ասում է. փոխեք այս մարդու գլխարկը, հագցրեք նրան հագուստներ եւ այդպես շարունակ։ Եվ դուք տեսնում եք, թե ինչպես է Աստծո հրեշտակը գործում հրեաների թիկունքում, հեթանոսների մոտ, նույնիսկ շուքի եւ նախատիպի մեջ, իսկ ինչու ուրիշ տարածաչափության մեջ ամեն ինչ կառավարվում է որոշակի օրենքներով, ամեն ինչ կառավարվում է
Նայեք, թե ինչպես էր դա Դամասկոսի եկեղեցում, խոսքի եկավ Անանիային, Անանիա, արի այստեղ, որտև Դամասկոսում Անանիան հանդիսանում է Աստծո ներկայացուցիչը, Պետրոսը Աստված ասաց նրան. հիմա բացիր դուռը, որպեսզի տաս այս մարդուն Սուրբ Հոգին, նա ասաց, գնա այս մարդկանց հետ, գնա Կորնելիոսի տուն, գնա ոչ մի բանում մի կասկածիր, Փիլիպպոս, հեռացիր Սամարիայից, գնա այնտեղ, Պետրոս, դու գնա այսինչ տեղը եւ թող այս մարդիկ ստանան այստեղ Սուրբ Հոգին։ Սա Աստծո կառավարումն է մարդկային գործերում, եկեղեցու գործերում, բոլոր գործերում, Աստծո թագավորության մեջ ամեն ինչ կառավարվում է օրենքներով եւ սկզբունքներով։ Ահա թե ինչու բանալին այսպիսին է. ձեր մտքում, ձեր մտքերում, ձեր կյանքում ձեզ պետք է լինել ներդաշնակության մեջ Աստծո հետ, եթե դուք ուզում եք ինչ-որ բան խնդրել Աստծուց, դուք գիտեք ձեր տեղը, դուք գիտեք ձեր խոստումը, դուք գիտեք ձեր ժամանակը, դուք գիտեք ձեր պահը, դուք գիտեք թե Աստված ինչ է ասել մեր վերաբերյալ մեր ժամանակում եւ դուք գալիս եք Աստծո կողմից նախատեսված ճանապարհով, այն ժամանակ դուք անպայման կստանաք այն, ինչ դուք ուզում եք, սա ճանապարհ է։ Դա գրգռվածություն չէ, դա բանալի է։ Եվ դուք տեսնում եք դա հենց այստեղ այս պատկերի մեջ։ Եվ այսպես նա կանչեց բոլոր այս մարդկանց, որովհետև հենց դրա հետ էր կապված նրանց հոգին։ Թագավորը սկսեց խոսել եւ ասաց Բաբելոնի իմաստուններին. Ով որ կարդա այս գրվածքը եւ բացատրի ինձ դրա նշանակությունը, նա կհագնի ծիրանի եւ ոսկյա շղթա կլինի նրա պարանոցին եւ երրորդ տիրակալը կլինի թագավորության մեջ։ Տեսնում եք։ Դուք տեսնում եք այս տղային։ Նա իսկական ճգնաժամի մեջ է, իսկ ապաշխարություն չկա։ Ապա արեք ինձ համար այս գործը, ես ձեզ դրա համար կվճարեմ։ Ես ձեզ համար ինչ-որ բան կանեմ դրա դիմաց։ Ահա թե ինչպես մարդիկ կարծում են, որ ամեն ինչ կարելի է գնել, եւ նրանք կարող են օգտագործել բոլորին, քանի դեռ դա կծառայի իրենց օգտին, որպեսզի իրականում չհայտնվել իրական ճգնաժամի մեջ։ Երբ նրանք ամեն ինչ կորցնում են եւ նրանք ուզում են դրանից հետո ապրել ինչպիսի պատահի կյանքով, բայց այդպես չի լինում, նա կշռված էր եւ չգիտեր, որ ինքը կշռված էր, նա կանգնած էր կշեռքի վրա եւ նույնիսկ չգիտեր, որ կանգնած էր կշեռքի վրա։ Դուք գիտեք, որ մեզնից ոմանք այսօր նույնպես կարող են կանգնած լինել կշեռքի վրա, մենք կարող ենք կանգնած լինել Աստծո կշեռքի վրա եւ Աստծո խոսքը հենց կողքին կանգնած է եւ երբ այդ խոսքը հնչում է, այդ խոսքը ցույց է տալիս ձեզ քաշի չափը եւ ցույց է տալիս ձեզ, թե որքան է ձեզ դեռ պակասում։ Նույնիսկ ինձ, քանի դեռ ես կանգնած եմ այստեղ եւ քարոզում եմ, նա ինձ նույնպես կշռում է։ Ահա թե ինչու հեշտ չէ քարոզել։ Չէ, որ երբեմն քարոզում ես ինչ-որ բանի մասին եւ դա հենց քո առջեւ է եւ դու գիտակցում ես, որ այն ամենը, ինչ դու ասում ես, բայց ինձ համար ավելի լավ է, որ այդպես է լինի, քան թե մնալ տգիտության մեջ եւ չիմանալ դրա մասին։ Եվ ընկղմվել էլ ավելի շատ հիմարության մեջ եւ հետագայում զբաղվել հիմարությամբ այնպիսի զգացումով, Աստված սիրում է ինձ, Աստված սիրում է ինձ, ինչպես որոշ մարդիկ տարվում են եւ ասում, Աստված սիրում է մեզ, իսկ դա նշանակում է, որ մեզ պետք չի լինի ոչ մի բանի համար վճարել, չի լինի ոչ մի պատիժ, ոչ, Աստված ասաց, մի խաբվեք, Աստված չի ծաղրվում, ինչ որ սերմանեք, այն էլ կհնձեք։ Նույնը եւ իմ դեպքում, եթե ես կանգնեմ այստեղ եւ ամբողջ ժամանակ քարոզեմ դավաբանական ուսմունք, սերմանեմ դա եւ հույս ունենամ այն բանի վրա, որ հարցնացուն կգնա հափշտակություն, դուք կարծում եք, որ դա տեղի կունենա, դա երբեք տեղի չի ունենա, ահա թե որն է խնդիրը։ Երաժիշտներ, խնդրում եմ դուրս եկեք, մենք ավարտեցինք։ Նայեք այս մարդուն, նայեք նրան։ Նայեք նրա բնավորությանը, ինչ տեղի է ունենում։ Այսօր այդպիսի առաջնորդներ կան, նա Բաբելոնի գերտերության թագավորն էր։ Եթե դուք նրան հետևեք, դուք կտեսնեք,
թե ինչպես Ֆրանցիսկոս եւ մյուսները, միստր Օբաման եւ Թրամփը եւ բոլոր այս մարդիկ նստած են այնտեղ զբաղեցնելով քաղաքական պաշտոն եւ կարծում են, որ իրենք իշխանություն ունեն, կարդացեք Դանիելի գիրքը, Դանիելը դա մի գիրք է, որը խոսում է թագավորների եւ թագավորությունների մասին եւ որ Աստված կշռում է թագավորներին եւ որ Աստված կշռում է թագավորությունները եւ Աստված գահից գցում է թագավորներին եւ Աստված բարձրացնում է նրանց, ում նա ուզում է եւ ցած է գցում նրանց, ում նա ուզում է, երբ նա ուզում է Դանիելի գիրքը դա տագնապի ազդանշան է քաղաքական գործիչների համար, որպեսզի նրանք դա հասկանան, չէ որ դեռ այդ թագավորության կործանումից առաջ Աստված ասաց, քո թագավորության վերջը հասնում է, երբ նա տեսավ, թե ինչպես Նոխազը կհարձակվի, ահա այսպես մեծ եղջյուրներով կհարձակվի եւ կհարվածի խոյին, միջդա կպատահեր, նա նախորոք ասաց, ձեր հետևից կգա Հունաստանը։ Եվ նա հեռանում էր, նա մեռնում էր, նա մահամերձ էր, պատմեց եւ թողեց նրանց այս տեսիլքը, ձեր հետևից կգա Հունաստանը, դուք չեք գոյատևի Հունաստանի ժամանակ, ճիշտ ինչպես մարգարեն ասաց, 7-րդ տեսիլքը Լոս Անջելես, նա մեռավ եւ հեռացավ, նա թողեց մեզ դա։ Այսպես է ասում Տերը, դա կհասնի նրանց երկուսին էլ, դա մոտենում է, ահա թե ինչու, երբ դուք հասկանում եք եղբայր Բրանհամին, թե ով էր այս մարդը Աստծո նախախնամության մեջ, դա Աստվածաշնչյան մարգարե էր, դա վերջին ժամանակի Դանիելն էր, դա տեղի է ունենում հեթանոսական դարաշրջանի վերջում, որ հենց նա մատնացույց արեց այն ժամանակ Էյզենհաուերին եւ Խրուշչովին եւ հայտնեց նշանը, երբ նա ով մատնացույց արեց գագաթնակարի Գալստյանը, այնժամ դուք հասկանում եք, թե ինչ է գալիս այս աշխարհի վրա։ Եվ այնժամ մենք կանչվածներս եւ այս աշխարհից առանձնացվածներս, այս աշխարհից դուրս կանչվածներս մենք պատրաստվում ենք հեռանալուն եւ նա արտասանեց որոշակի բաներ, ահա թե ինչ է ձեզնից պահանջվում, սա ուսմունք է, հենց սա եկեղեցին եւ նրա վիճակը, գառը եւ աղավնին կարող է իջնել միայն գառան բնույթի վրա, նա չի կարող իջնել Նոխազի կամ Խոզի վրա եւ նա շարունակում է պահանջներ, թե ինչու մենք կազմակերպություն չենք, ինչու է Աստված ատում հարանվանությունը։ Երբ դուք բաց եք թողնում այս ամենը, ապա դուք չեք հասկանում պատգամը, գիտեք, դուք չեք հասկանում ուսմունքը, եւ ես հիմա չեմ խոսում ձեր մասին, ես ջանում եմ նաեւ ցույց տալ մարդկանց պատգամի մեջ, չէ որ նրանք չեն հասկանում շատ այդպիսի բաներ, նրանք պարզապես գալիս են եւ գիտեք ինչպես տակառի վրա են նվագում։ Նրանք նվագում են այսպես, եւ եղբայր Բրանամն ասաց տատամ, եւ եղբայր Բրանամն ասաց տատատամ, եւ հարսնացուն մտնում է տատատա, եւ նրանք կարծում են, որ դա հենց դա է։ Դուք ուզում եք ասել, որ փրկագրման ողջ ծրագիրը կավարտվի ահասրանով։ Ոչ, պետք է լինի, բոլորը պետք է մտնեն փառավորված վիճակի մեջ, պետք է դառնան Հիսուս Քրիստոս, Սորենի հատիկը, որն ընկավ հողի մեջ եւ մեռավ, պետք է բազմանար եւ վերադառնար այս ողջ բերքի տեսքով։ Հենց այդպիսին այն պետք է դառնա, իսկ մեզնից ոչ մեկը իր համար չի կարող դա անել։ Մենք չենք կարող մեզ այդպիսին դարձնել, սրա մեջ է ողջ գործը, մնում է միայն հանձնվել գլխավոր քանդակագործին, որպեսզի նա մեզնից գլուխգործոց սարքի, որպեսզի մենք ապրենք եւ քայլենք նրա նախատեսված ճանապարհով։ Եվ մնանք նրա գլխավորության եւ նրա ղեկավարման ներքո եւ մնանք նրա հետ հաղորդակցության մեջ։ Եվ մենք կհեռանանք այստեղից, եւ մենք կհեռանանք այստեղից։ Մենք կհեռանանք այստեղից։ Որովհետեւ Աստված տալիս է Սուրբ Հոգին իրեն հնազանդվողներին։ Աստված տալիս է Սուրբ Հոգին, բայց սա անհնազանդության որդիների ժամանակաշրջանն է, բնության բարկության որդիներ, մարդկանց հաճելի է մնալ հին բնության հետ եւ ծառայել Աստծուն։ Աստված պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, այո։ Միթե Աստված պետք է ընդունի ձեզ այդպիսին։ Դուք կատակում եք։ Ոչ, Աստված ջարդում է անոթը, Աստված կոտրում է այն։ Բոլորիս։ Աստված օգտագործում է միայն կոտրվածը,
Դա անոթ էր։ Չէ որ նա անոթ չէր սարքում, նա ջարդում էր անոթը, որպեսզի դրանից սարքեր ուրիշ անոթ։ Հենց դա էր Աստված նրանց ցույց տալիս, ոչ թե այն, որ նա նորից սարքում է անոթը, ոչ, նա կոտրատում է այն, իսկ նա պետք է կոտրատեր անոթը այն պատճառով, որ մենք բոլորս հայտնվել ենք փչացած առաջին ծննդյան պատճառով, դրա համար Աստված կոնկրետ ցույց է տալիս նրան, որ սա դառնում է ողջ գիրքը տրված է Աստծո ներշնչանքով, այն օգտակար է ուսուցման համար, այն պետք է դասավանդի փրկագնման ուսմունքը, այն պետք է սովորեցնի մեզ, որ երբ Աստված վերցեց մարդուն փոշուց, երբ Աստված մտավ մարդու մեջ, դարձավ մեկ մարդու հետ, դա այդպես է, այնժամ մարդը մինի Աստված էր, որը կանգնած էր այնտեղ, ունենալով իշխանություն Աստծո պատկերով և նմանությամբ։ Հասկանում եք։ Իսկ հետո ավելի տկար անոթը Եվային Աստված հանեց այդ անոթից և սարքեց ավելի տկար անոթ, և հետո Սատանան կպավ այդ տկարագույն անոթին, և հետո այդ տկարագույն անոթից հայտնվեցին երկու տեսակի անոթներ, բարկության անոթներ և պատվավոր անոթներ։ Այդպիսին է ուսմունքը ողջ Աստվածաշնչով մեկ։ Նայեք, երբ հասնում էր մարդու վերջը, բոլոր նրանց, ում նա կանչել էր, նրանց անմիջապես կանչեցին. «Դուք պետք եք թագավորին, դուք պետք եք թագավորին, դուք պետք եք թագավորին հենց հիմա», հետո ինչ-որ մեկն ասաց. «Հույս ունեմ, որ ինչ-որ պարգև կլինի նրա համար, որ մեզ հանել են քնից գիշերվա այսպիսի ժամին, որպեսզի մենք այնտեղ ներկայանանք, գիտեք»։ Նա ասաց. «Ինչ»։ Նա ասաց. «Դուք կզգեստավորվեք ծիրանիով և ձեզ ոսկյա շղթա կտան պարանոցի համար, և դուք կդառնաք երրորդը տիրակալը թագավորության մեջ»։ Նա ասաց. «Ինչ»։ Մարդիկ սլացան այնտեղ մարտակառքերով իրար հետ մրցելով, երբ նրանք այնտեղ ժամանեցին, նրանցից ոչ մեկ չէր կարողանում ոչինչ մեկնաբանել։ Դուք կարծում եք, որ նա դուրս եկավ, նա մտածեց. «Դե, երբ նա տեսավ, որ ժամանեցին այդ մարդիկ, մենք պետք է լուծենք այս հարցը հենց այս նույն երեկո, մենք կունենանք հավաքական քննարկում, ինչ ասաց գլխավոր աստղագուշակը, ինչ ասաց գլխավոր գուշակը, ինչ ասաց ոգեհարցը, ինչ ասաց այնինչ մեկը, ոչինչ, նրանք բոլորը անջատված էին, մնացել էին առանց ինտերնետի»։ Լիակատար անջատում։ Այդպես մարդը փորձում է փրկել իրեն վախի մեջ։ Իսկ իսկական այրը, Աստված գիտի, որ նա այնտեղ է, բայց ոչ ոք նրա մասին չհիշեց, որովհետև նա արդեն շատ տարիներ առաջ գնացել էր թոշակի։ Սակայն եկավ թագուհին, նա հիշեց այդ մարդուն, որը դեռ նրա պապիկի Նաբուգոդոնոսորի ժամանակներից էր։ Նա ասաց. «Կար մի այդպիսի մարդ, ես չեմ կարող հիշել, որ այդ մարդը մեռած լինի, և որքանով ես գիտեմ, նա չհեռացավ, երբ հրեաները դուրս եկան։ Թոշակի անցնելուց հետո նա ապրում էր ինչ-որ տեղ այնտեղ տանը։ Կանչեք նրան»։ Երբ նրան կանչեցին, նրանք եկան, և հիմա մեկը մոտեցավ և ասաց. «Ես քեզ ծիրանի կնվիրեմ, ես քեզ ահա սա կնվիրեմ, ես ահա այս քեզ սա քեզ կնվիրեմ»։ Նա ասաց. «Այդ պարգևները քեզ պահիր, որովհետև նա արդեն գիտեր։ Նա գիտեր այս մարդը խնդիրներ ունի, բայց նա հիմա կանչում է ինձ, ես աստղագուշակ չեմ, ես գուշակ չեմ, ես ոգեհարց չեմ, դրա համար նա ինձ չէր կանչել, նա կարծում էր, որ նրանք կլուծեն այս հարցը, որովհետև նա կապված էր նրանց հետ»։ Մարդը վախենում է ճշմարտությունից, գիտեք։ Իսկ երբ հիմա մնացել է արդեն վերջին տարբերակը, հիմա նրանք ստիպված կլինեն իմանալ ճշմարտությունը, և այսպես, երբ նրանք բերեցին այս մարդուն, որպեսզի իմանային իսկական ճշմարտությունը, նախ և առաջ, երբ նա դուրս եկավ, նա ուզեց ինչ-որ բան առաջարկել,
Իսկ այս մարդուն ոչինչ պետք չէր, որտեվ այս մարդը հետևել էր, թե ինչպես էր այս տղան մեծանում, եւ նա գիտեր, որ նա աճել էր ծուռ, նա աճել էր ծռված, նա գիտեր, որ նրա մեջ լիքը հպարտություն կար եւ այս մարդը գիտեր, ես զգուշացրել էի նրա պապիկին իր հպարտության մասին եւ այս ընտանիքում կա հակում դեպի հպարտությունը մեծ գլուխ Եվ ներս մտան թագավորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան կարդալ գրվածքը եւ բացատրել թագավորին նրա նշանակությունը, բախտասար թագավորը չափազանց տագնապեց, տեսնում եք, այստեղ ասվում է, հիմա չափազանց տագնապեց, եւ նրա դեմքի տեսքը փոխվեց նրա վրա եւ նրա մեծամեծները շփոթվեցին, որովհետեւ նա գիտակցեց Նա չէր հասկանում գրվածը, բայց ինչ որ բանը հուշում էր նրան, որ այդ ամենը խոսում է իր մասին Չէ, որ նա գիտեր, որ ինքը ինչ-որ բանի վրայով անցել էր և որ ինչ-որ բան նրա մտքում զգուշացնում էր նրան և նա պատրաստվում էր ասել ուղարկեք այդ անոթների հետևից, թերևս նա ինչ-որ զգացողություն ուներ, ինձ չարժե դա անել, բայց նա ուզեց ցուցադրություն սարքել և տարված էր իր հպարտությամբ, նա հասավ սրան իր չափազանցության պատճառով, այս բաներին պետք է հետևել Մարդիկ, ովքեր չունեն ինքնատիրապետում և ում անվանում են անկախատեսելի, երբեմն այդ մարդկանց դուր է գալիս ներկայացում և բեմադրում սարքել և այդպես շարունակ և պարզապես զվարճանալ և նրանք հայտնվում են լուրջ խնդիրների մեջ, նայեք, թե նա ինչի հասավ 24-րդ խոսքը Դրա համար էլ նրանից ուղարկվեց ձեռքի թաթը և գրվեց այս գրությունը, որովհետև այս միջակայքում ձեզ ասվում է, թե ինչպես նա փորձեց նվեր առաջարկել Դանիելին, Դանիելն ասաց նվերդ քեզ պահիր, հետո Դանիելը հանդիմանեց նրան և հիմա նա ասում է, և ահա թե ինչ է գրված, մենե թեկել ու փարսին, ահա բառերի նշանակությունը, մենե, Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց դրան, թեկել, դու կշռվեցիր կշեռքի վրա և շատ թեթև գտնվեցիր, Պերես, բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին, Այնժամ Բախտասարի հրամանով Դանիելին հագցրին ծիրանի և ոսկյա շղթա դրեցին նրա պարանոցին ու նրան հռչակեցին երրորդ տիրակալը թագավորության մեջ Հենց նույն գիշերը Քաղդեացիների Բախտասար թագավորը սպանվեց և Դարեհ մարը ընդունեց թագավորությունը լինելով 62 տարեկան Բանակը չի կարող հայտնվել պարզապես, որպեսզի գրավի այնպիսի թագավորություն, ինչպիսին Բաբելոնն է, նրանք այնտեղ պաշարման մեջ էին արդեն մի քանի ամիս։ Այդ ժամանակ մարդիկ արդեն գալիս էին գետի հունով, քանի դեռ սրանք հարբում էին ու զվարճանում։ Եվ հետո իջավ ձեռագիրը, իսկ այդ մարդիկ արդեն քաղաքում էին, և նրանք պատրաստվում էին մահապատժի ենթարկել նրան, ով փորձում էր իր փողերով դուրս գալ ճգնաժամից և կարծում էր, թե ինչ-որ կերպ հնարավոր կլինի լուծել այդ հարցը և ինքը հետագայում կկարողանա ապրել ինչպես պատահի, նա ասաց, ոչ դու կշռված ես, քո թագավորությունը հաշված է, դրա վերջը եկել է, հենց հիմա դու այստեղ կշռվում ես կշեռքի վրա և թագավորությունը կխլվի քեզնից ու կփոխանցվի մանրապարսիկներին, որովհետև նրանք հիմա արդեն քաղաքում են և դա վերջն էր, ձեռագիրը պատի վրա։ Ես մի փոքր կկարդամ ձեզ համար պատմությունից։ Սա Բաբելոնի պատմությունն է տարեգրություններից։ Այստեղ ասվում է.
Աժդահակին մարերի թագավորին երկու երազ երևաց, որ իր դուստր Մանդանայից գետ հոսեց և ողողեց ողջ Ասիան։ Նրա իմաստուններից մեկը դա մեկնաբանեց այսպես. նա որդի կծնի, որը կիշխի ողջ Ասիայի վրա։ Դրանից խուսափելու համար նա իր դստերը կնության տվեց պարսիկ Կամբյուսեսին, այլ ոչ թե մարի։ Այնուհետև աժդահակը ևս մեկ երազ տեսավ, նա տեսավ, որ իր դստեր որովայնից որդատունկ աճեց և ծածկեց ողջ Ասիան։ Իմաստունները մեկնաբանեցին այնպես, որ նրա թոռը իր փոխարեն կթագավորի ողջ Ասիայի վրա։ Երբ այդ երեխան ծնվեց, աժդահակը հրամայեց իր ծառաներից մեկին սպանել նրան։ Նա չկարողացավ սպանել մանկանը, և նա հանձնարարեց հովին անել դա, և նա նույնպես չարեց դա։ Այդ պարսից թագավորի որդին Կյուրոսն էր։ Մեր թվարկությունից առաջ 553 թվականին Կյուրոսը գրավեց Մարաստանը, վտարեց իր պապին, այնուհետև նա միավորեց մարերի և պարսիկների երկու թագավորությունները։ Հետո Բաբելոնը, Լիդիան, Փոքր Ասիան և Սպարտան միավորեցին ուժերը, որպեսզի սանձնեն Կյուրոսի օրոք աճող մարերի և պարսիկների իշխանությունը։ Դուք նաև կգտնեք սրանից ինչ-որ բան Դանիելի 7-ում խորհրդանիշի տեսքով։ Լիդիան հարձակվեց մարապարսիկների վրա, և Կյուրոսը հպատակեցրեց նրանց։ Հիմա Կյուրոսի առջև Բաբելոն տանող ճանապարհը բաց էր։ Ուստի դուք տեսնում եք, երբ նայում եք Դանիելի գրքին, որ արջը մարապարսիկները 7-րդ գլխում ցույց տրվեցին արջի տեսքով, որը նստած է մի կողմի վրա 3 կողոսկր բերանում, որովհետև դա այն 3 նվաճումներն էին, որոնք նրանք կատարեցին, ինչի հաշվին նրանք աճեցին և դարձան ազդեցիկ տերություն երկրի վրա, և հիմա նրանք կարող էին ոտնձգություն անել գերտերության դեմ, որը Բաբելոնն էր, որը թագավորում էր Նաբուգոդոնոսորի ժամանակներից ավելի քան 68 տարի, երբ նրանք գերի վերցրին բոլոր այդ հրեաներին, այրեցին տաճարը, և նրանք գոյատևեցին այնտեղ ողջ այդ ժամանակը։ Ամեն ինչ պետք է ավարտվի մոտավորապես 70 տարի անց պետք է հայտնվեր մարդ Կյուրոս անունով։ Այդ մարդը պետք է գար և ճանապարհը հարթեր նրա համար, որ հրեաները վերադառնային և նորից կառուցեին իրենց տաճարը։ Այսինքն Եզրասի մեջ 2-րդ մնացորդացում և Աստվածաշնչի բոլոր այդ գրքերում ձեզ ցույց է տրված, որ երբ նրանք դուրս եկան, հենց Կյուրոսը արձակեց հրամանագիրը, որպեսզի նրանք մեկնեն այնտեղ։ Դանիելի 12-ում ձեզ ցույց է տրված, որ նույնիսկ դատարանում բախում տեղի ունեցավ։ Նրանք չէին ուզում բաց թողնել հրեաներին հոգևոր ոլորտում։ Այդ մասին մենք քարոզել ենք Դանիելի գրքի վերաբերյալ վերջին քարոզների շարքերից մեկում, որը մենք ունեցանք, որ Գաբրիելն ասաց. «Պարսից իշխանը հակառակվեց ինձ 41 օր»։ Որովհետև նրանք չէին ուզում բաց թողնել բոլոր այդ հրեաներին, չէ՞ որ դա աշխատուժ է։ Այսինքն դու ինչ է խելքդ թռցրել ես։ Այստեղ այսքան մարդ կա, ու դու ուզում ես նրանց բաց թողնել, ինչու ես նրանց բաց թողնում։ Այս մարդիկ այնպիսի անցյալ ունեն, նրանք գիտնականներ են, նրանք խելացի են, ինչ ասես որ չունեն, նրանք այստեղ շատ արժեքավոր են, ինչպես Փարավոնը չէր ուզում բաց թողնել Իսրայելին, նա կառուցում և ընդլայնում էր իր թագավորությունը, հասկանում եք, բայց Աստծո մոտ նշանակված ժամանակ կար 4-րդ սերնդում ես դուրս կբերեմ նրանց։ 7 տասնամյակ անց ես նրանց դուրս կբերեմ այնտեղից։ Նայեք, թե ինչպես է Աստված միշտ շեշտը դնում հրեաների վրա։ Նոեման նախատիպի մեջ գնում է այս աշխարհ, հասկանում եք, հետո ընտանիքի 3 քառորդը մեռավ՝ Ելիմելեքը, Մաքլոնը և Քելեոնը։ Նրանք դուրս եկան 4-ով, 3-ը մեռան, և մեկը վերադարձավ։ Այս ամենը ձեզ ցույց է տալիս, թե ինչպես կվերադառնան հրեաները։ Հակոբը վերադառնում է։
Իսկ դա հրեաներն են վերադառնում իրենց հայրենիք։ Նրանք վերադարձան իրենց հայրենիք։ Տաճարը իր դերը կխաղա։ Նրանք կունենան երրորդ տաճարը։ Սա ձեզ ասում է այն մասին, որ քաղաքականության մեջ ինչ-որ բան տեղի կունենա։ Մենք ունեցել ենք այս քարոզները այն մասին, թե ինչպես են նրանք ուզում բաժանել Երուսաղեմը, տվյալ պահին դա կարևոր իրադարձություններից մեկն է, որոնք տեղի են ունենում։ Նաև դա կապված է պատերազմի հետ, որովհետև մեղքի մարդը կբազմի այնտեղ, քանի որ դա կլինի Երուսաղեմը գրավելու նրանց փորձերի ավարտը, քանի որ նրանք գիտեն, որ եկեղեցին սկսվեց Երուսաղեմում, այլ ոչ թե Հռոմում։ Նրանք գիտեն, որ Պենտեկոստեն Աստվածաշնչում, Գործք առաքելոցում, այնտեղ, հենց այնտեղ սկսվեց եկեղեցին, և նրանք պնդում են, որ Պետրոսը հանդիսանում է առաջին Հռոմի պապը, դրա համար նրանց պետք է Երուսաղեմը, որպեսզի նրանք կարողանան։ Նրանք պնդում են, որ Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հաջորդն է։ Ահա թե ինչու այն ժամանակում, որում մենք ապրում ենք, մենք պետք է ունենանք հասկացողություն այն մասին, թե ինչ է կատարվում այս աշխարհում, այսօր դա այնքան ծանր է։ Ձեզ համար հեշտ չէ դուրս գալ դրանից, գիտեք, երբ դուք հասկանում եք խոսքը, ահա թե ինչու են լրատվամիջոցները ռմբակոծում, դրանք մտքի պատերազմներ են մտքի ժամանակաշրջանում։ Ամենամեծ պատերազմը բոլորից, ո՞րն է այդ պատերազմը, դա Արմագեդոնը չէ։ Ամենամեծ պատերազմը դա միտքն է, իմաստությունը հավատքի դեմ, լույսը և խավարը, սատանան մարդկանց պահում է տգիտության մեջ։ Ինչի շնորհիվ, զանգվածային լրատվական միջոցների։ Այս աշխարհը տեղեկատվություն է ստանում ԶԼՄ-ների միջոցով։ Դա այս չար աշխարհի աստվածն է, որը կուրացնում է մարդկանց մտքերը։ 3 անմաքուր ոգիներ գորտերի նման, որոնք դուրս են գալիս բերանից, մոլորեցնում են այս աշխարհը, բայց 7 որոտները բերանից դուրս են գալիս նրա համար, որպեսզի բացահայտեն թշնամու մտահղացումները, որպեսզի մենք կարողանանք նայել հասկացողության աչքերով։ Նա ասաց, դա տեղի է ունենում աչքի համար անտեսանելի կերպով, բայց մենք տեսնում ենք, թե ինչ են նրանք անում։ Նա ասաց, դուք տեսնում եք, թե ինչպես է Լուցիֆերը կառուցում այս թագավորությունը։ Նա ասաց, դուք տեսնում եք դա, երբ դուք նայում եք այնտեղ, ինչ եք դուք տեսնում եք արդյոք, թե ինչպես է կառուցում այդ թագավորությունը, ով է հանդիսանում ճարտարապետը, ովքեր են կապալառուները, ովքեր են ինժեներները, որքան հեռու է գնացել այդ թագավորությունը, ինչ է կատարվում, տեսնում եք դուք դա, կնիկները հենց դրա մասին են խոսում։ Եվ երբ մենք դա տեսնում ենք, այնժամ մենք այստեղ որպես փոքր եկեղեցի, չէ որ բնական իմաստով դա ոչ մի բանի նման չէ, դուք կասեք, բայց եղբայր Վին, աշխարհում ոչ ոք չի տեսնում այս բաները, եւ ողջ աշխարհը մոլորեցված է, իսկ մենք ինչպես կարող ենք այսքան վստահ լինել, որ մենք դա ճիշտ ենք տեսնում։ Տեսնում եք։ Իսկ մարդկանցից ով գիտեր, որ Հիսուսը երկրի վրա էր։ Մարդկանցից ով գիտեր, որ Աստված երկրի վրա էր։ Լույսը խավարի մեջ լուսավորում էր, եւ խավարը չընդունեց նրան, նա աշխարհ եկավ, իսկ աշխարհը չճանաչեց նրան։ Դրա համար էլ ես խոսում եմ հայտնության մասին։ Այն, ինչի մասին մենք խոսում ենք, բխում է Աստծո խոսքից։ Եթե դա այդպես չէ, ապա Աստծո խոսքը դա ճշմարտություն չէ, որտեղ Աստծո խոսքը հաստատվել է մարգարեի կողմից, դրա համար այն, ինչ մենք խոսում ենք, դա այն է, ինչը բացվել է եւ դա կնքվել է Աստվածաշնչում մարգարեի կողմից։ Իսկ երբ ես նայում եմ, ես համարում եմ, որ ես տեսնում եմ այդ ամենը ամբողջ ժամանակ, եւ պատճառը, ինչու ես նայում եմ հենց այս կողմից, եւ երբեմն դա նույնիսկ տարօրինակ է թվում ձեզ համար եւ նույնիսկ տարօրինակ ինձ համար, այն պատճառով, որ ես տեսնում եմ դա այնքան իրական ամեն անգամ, երբ ես նայում եմ, եւ ես տեսնում եմ, թե որտեղ է դա տեղի ունենում հիմա, եւ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում, եւ ես գիտակցում եմ, եկեղեցի պետք է էլ ավելի մոտենալ այս երեկո մեզ պետք է էլ ավելի սերտ քայլել Աստծո հետ։ Իսահակ, մոտեցիր աղոթելու։
Թող Աստված հանդարտեցնի ձեզ, թող հոսեն այդ խաղաղ ջրերը, թող ձեր հոգին սովորի հանդարտություն, տուր ինձ հոգուս մեջ հանգիստ, քեզ հետ Հիսուս, միշտ քայլել եմ ձգտում, դիպչիր ինձ և հանդարտեցրու, հանդարտեցրու ինձ Տեր, որպեսզի ես կարողանամ լսել քո ձայնը, չնայած բոլոր մյուս ձայներին, ինչպես եղբայր Բրանամն է ասում, նա ասաց, այս բոլոր ձայները շփոթեցնում են մարդկանց և այնպես են անում, որ Աստծո ձայնը օտար է դառնում հենց եկեղեցու մեջտեղում, Աստծո ձայնը վերջին օրերում, մեզ պետք է հստակ լսել այդ ձայնը, եթե փողը որոշակի ձայն չհանի, ապա էլ ինչպես մենք կարողանանք պատրաստվել, մեզ որոշակի ձայն է պետք, այն ամենի մեջ, ինչ մենք ասում ենք, պետք է լինի որոշակիություն, իսկ սա որոշակի է եղբայր Վին, արդյոք սա գրքից է, արդյոք սա Աստվածաշնչից է, միթե այս ժամը հասել է, միթե այդ ժամանակը եկել է, իրոք դա տեղի է ունենում աշխարհում, միթե իրոք սա այսպիսի ուշ ժամանակ է, վերադարձեք և նայեք 63 թվականին, թե նա ինչպես էր իրեն պահում, ահա թե ինչն է ինձ սթափեցնում, եթե նա ասում է, մտեք հուսահատության մեջ, այլապես կկործանվեք, եթե նա ասում է, ծարավեք, կանգնեցրեք ժապավենը, ծնկի եկեք, ապաշխարեք հենց հիմա, նա ասում է, եթե դուք տեսնեիք այս տաղավարի մարդիկ բոլորը պառկած են հատակին, դա հոգիները բանտում քարոզում է 63 թվականին, իսկ ես ապրում եմ 2017 թվականին, Ես գիտեմ, որ իրականում ես խենթ չեմ, որովհետև նա արդեն այն ժամանակ էր տեսնում դա այնքան իրական, որ նա ասաց հափշտակությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, նա ասում է, որքանով ես նայում և տեսնում եմ, այնպես որ երբեմն, եթե դուք կարծում եք, որ ես մի փոքր անցել եմ սահմանը, ապա դուք դիմեք ժապավեններին, իսկ երբ դիմեք ժապավեններին, եթե ես անցել եմ սահմանը, ապա նա շատ ուժեղ է անցել սահմանը, որովհետև ես պարզապես ջանում եմ կրկնել նրա խոսքերը, որպեսզի դրանք կենդանի մնան այն դեպքում, երբ ողջ աշխարհը դառնում է համր և դառնում է կույր ու խուլ և հայտնվում է վանդակում փակված հոգիներ, որոնք հիմա բանտում են, ուրեմն, եթե դուք այդ բանտում չեք, ապա թույլ մի տվեք սատանային ձեռք դնել ձեզ վրա, եկեք այս վիճակին, մնացեք արյան տակ, մոտիկ պահեք ձեզ այն տեղին, մնացեք այնտեղ, որտեղ դուք զգում եք հոգու օծությունը ձեր սրտում, իմացեք, որ այդ հոգին օծում է ձեզ, որ հոգին վկայում է ձեզ, որ այդ հոգին խոսում է ձեզ հետ, իմացեք, որ այդ հոգին ամենուր շրջապատում է ձեզ, իմացեք, որ ձեր սրտում հայտնվում է այս վստահությունը, որտեղ դուք հավատում եք, որ այս խոսքը ճշմարիտ է և դուք գիտեք, որ Աստված կատարում է իր խոսքը, եթե դուք խուճապի մեջ եք և վախենում եք, դա նշանակում է, որ լույսը դեռ բավականաչափ պարզ չէ լուսավորում ձեզ, որովհետև երբ լույսը պարզ է լուսավորում, այն բացահայտում է ամեն ինչ, ինչը խավարում է և հնարավորություն է տալիս ձեզ խարսխել ձեր հոգին, հանդարտեցրու ինձ Տեր, հանդարտեցրու մեզ, շնորհակալություն քեզ Հիսուս, խնդրեմ եղբայրին, եղբայր Իսահակ Ջոնը աղոթում է, ամեն, եկեք ողջունենք միմյանց Աստծո շնորհով, այն վստահությամբ, որ մենք կաղոթենք միմյանց համար, ամեն, հանդարտեցրու ինձ, ես աշխատում եմ ի բարօրություն բոլորի, ժամանակը շատ քիչ է, որպեսզի փնտրեմ քեզ թանկագին Աստված, եկեք գտնենք այդ տեղը, թող Աստված տա դա մեզնից յուրաքանչյուրին, որպեսզի մեր հոգին կարողանա էլ ավելի մոտենալ նրան, ես վստահ եմ, որ նա դա կանի, հավատացեք նրան, պետք է լսել, ճանաչել և գործել, ահա կտեսնեք, թե ինչպես նա կհաստատի, եկեք սկսենք, հանդարտեցրու, հանդարտեցրու ինձ, ով Սուրբ Հոգի, տուր ինձ հոգուս մեջ հանգիստ,
Քեզ հետ Հիսուս, հետ Հիսուս, միշտ քայլել եմ ձգտում, դիպչիր ինձ և հանդարտեցրու։ Քարոզի ավարտ։